Եթերում հայրենիք սփյուռք հաղորդաշարն է։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ։ Բարեկամներ, գուցե մի քիչ տարօրինակ թվա, որ այս ծանր համաշխարհային այս ծանր վիճակներում թե քաղաքական, թե հոգեբանական, թե ֆինանսական բոլոր առումներով այս հաղորդումը եթեր է հեռարձակվելու եւ պատկերացրեք եւ հավատացեք, որ դա անում ենք մի փոքր լիցքաթափելու մեր ժողովրդին այդ ցնցումներից, այդ հուզումներից, այդ անորոշությունից եւ մի փոքր ուրախ եւ լավ աչքերով նայել աշխարհին։ Եվ հետաքրքիր է, որ թեման շատ հետաքրքիր թեմա ենք ընտրել այսօր, քանի որ լրանում է հայկական խաշի 3030 տարին, պատկերացնում եք 3030 տարի հայերը խաշ են կերել։ Եվ սա իհարկե մի ամբողջ ժողովրդի խոսում է թե խոհանոցային արվեստի մշակույթի մասին, եւ թե այն բանի մասին, որ այո, Հայաստանից եւ Հայաստանում են սկսել քաղաքակիրթ ժողովուրդը, հայ ժողովուրդն է սկսել կերակուրներ պատրաստել, ոչ թե այն ազգերը կամ այն ցեղերը, որոնք թափառական ցեղեր են եղել եւ բնականաբար չէին կարող մշակութային խոհանոց ունենալ եւ իհարկե շատ-շատերը ամբողջ աշխարհում հայ խոհանոցից օգտվեցին, սեփականացրեցին, անունը դրեցին, որ իրենք են այդ ճաշատեսակների հեղինակը։ Մինչդեռ ճաշատեսակների կուլտուրան, մշակույթը եկել եւ Հայաստանից է միշտ եղել։ Բարեկամներ, այսօր ես զրուցում եմ 18 գրքերի հեղինակ, 37 հայ ֆիլմերի, գեղարվեստական ֆիլմերի դերասան, հայ-ամերիկյան արվեստի միության նախագահ, Խաշի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ, հումորի մեծ վարպետ Ռուբեն Գասպարյանի հետ, որի կեղծանունն է Ղուրբան։ Ողջույն պարոն Գասպարյան, ուրախ եմ եւ շնորհակալ ձեզ այսօր հյուրընկալելու հայրենիք սփյուռք հաղորդաշարին եւ մանավանդ մենք այսօր խոսելու ենք մի թեմայի մասին, որը շատ հարազատ է մեր ժողովրդին, շատ հարազատ է մեր ժողովրդի լսողությանը եւ վերջապես ներկայացնենք ճշգրիտ եւ անկեղծ այն պատմությունը, որը կապված է խաշի հետ, որտեղ տարբեր բաներ են պատտվում պատմություններ, ինչպես է ստեղծվել խաշը, մենք հիմա կտանք խաշի ճիշտ ձևակերպումը եւ ես ուզում եմ նաեւ ասել, որ դուք մի գիրք եք գրել խաշի մասին, ուր է այդ գիրքը, ցույց տանք մեր հեռուստադիտողներին, ահավասիկ 37 գրքերից մեկն է սա, սիրելի հեռուստադիտողներ, որտեղ Ղուրբանը գրում է կգա ժամանակ մենք ոչ մեկս չենք եղնի, բայց խաշը կեղնի։ Այս գրքի հեղինակն է նաև։ Այո, շատ հետաքրքիր պատմություններ են պատտվում խաշի շուրջը եւ այդ պատմություններից որոշ առասպելական բնույթ ունի, որոշ իրական բնույթ ունի, բայց մեզ բոլորիս հիմա ինձ էլ անկեղծորեն հետաքրքրեց խաշի իսկական պատմությունը եւ ես պետք է խնդրեմ մենք դրանից սկսենք խաշի հայտնության մասին։ Okay. Նախ շնորհակալություն եմ Հայդմունդստիգին Արենա հրավերքի համար, սկզբից ասեմ, որպեսզի վերջում չմոռանամ, ամեն բան չստացվի։ Հայտնության մասին կասի, բայց մինչև հայտնություն ասելս ուզում եմ խաշի մասին ճիշտ է խոսենք, բայց ուզում եմ խոսել այն զզվելի արարքների մասին, երբ մարդիկ խաշ են էփում առանց իմանալու թե դա կարելի է խաշի մեջ լցնել, թե չի կարելի։ Խառնել թե չխառնել։ Այո։ Մարդիկ շատերը վերցնում կովի ուղեղ են լցնում։ Ասում եմ երևի այդ մարդիկ ուղեղի պագացությունն են ուղեղ են գցում էլի։ Մարդկա ուրեմն կատ է լցնում։ Կատը ինչի համար է լցնում։ Իբրև գույնը սպիտակ լինի։ Բայց ինչի համար սպիտակ լինի, որովհետև խաշը առնում են խանութից առանց արունը հանելու, գույնը փոխում է։ Դառնում է կանու պղդոր մի բան, հետո կատը լցնում են թող սպիտակ է։ Սիրունացնում են։ Այո, սիրունացնում են, իրանք սիրունացնում են, էլի ձև են տալիս։ Այո։ Շատերն էլ լեզու են գցում, Լեզուն ինքը շատ համով բան է։ Արդեն հենց իրեն կարելի է վայելել որպես համեղ մսատեսակ։ Այո, շատերս չեն գցում մենք հայերս լեզուն, արդեն մյուս երկրներից են գցում այդ լեզուն։ Մի հատ պարսկայ կա, ասեց ինչի համար եք լեզուն գցեմ, Ղուրբան ջան ասում է, լեզուն գցում ենք, որ մարդու բերան լեզուն բացվի, խոսի։ խոսի, ժամանակ լավ կենացներ ասի։ Կենացներ ասի։
Հա, բայց ունձի ասա էլի, ես ինչ անեմ, այն կանա ոնց պատմում է, այս կողմից պնդում, այս կողմից դուրս է գալիս, չի հասկանում։ Ասի եթե նասկիները քերտենկոտ կերնի սեցի, նասկիդ քիչ, բայց մարդու բան չսես։ Հա, ես մարդ ասի խաչ հանեկալ խիտ, որ մարդու չէ, կինը դել պետք չի, սա չեմ ասի։ Դրա մի տեսակ պատմությունն էլ կա, չէ, որ կինը գլուխ է գովում, որ ես գիտեմ տոլմա պատրաստել, այն կողքինն էլ ասում է, օրինակ ես որ պատրաստում եմ, վրան թրիկ եմ դնում։ Դա էլ կարծում եմ լուրջ է, իրոք թրիկ է դնում, որովհետև չգիտի տոլմա պատրաստել։ Շատերն աչք են գցում, ասում են, «Ես աչք գցե», ասում որ մեզի աչքով չտան։ Այ քեզ հետաքրքիր բան։ Ոչ թե մի քանի խոսքի այդ մասին շատ բաներ կա ասելու, որը գարշից է տնում, սև բերեցել, բանը, ցերկերներում է գցում են խաշի մեջ ու ուտում են, հա։ Դա խաշի պիցան է։ Այո։ Շատերն խաշը ուտում են, ասում են, գիտես, ինձ բան չանես, էլի ես սխտոր չեմ գցե։ Իհարկե, երտաս լվասկի ջուրը խմես, ավելի լավ է, քան այդ ջուրը խմես, առանց սխտորն է համտեղ։ Այո, իհարկե։ Իհարկե։ Ուրեմն ձեր առաջի հարցին պատասխանեմ, Գյումրին մարդկության պատմության հնագույն բնակավայրերից է։ 1875 թվականին շինարարական աշխատանքների ժամանակ ուրեմն զինվորի գերեզմանից նրանք հայտնաբերում են երկրորդ դարի սկզբի այս խաշի ղազանը, որը տված էստեղ, որը գտնում է հիմա ինձ մոտ է, պաբերով հասել է, եկել է ինձ մոտ։ Եվ Գյումրվա այս մուշուրբեն, որ սա մի 30 տարի դրանից ավել, այս մուշուրբեն, որը կախարտական մուշուրբա է կոչվում, կախարտական մուշուրբա, ինչի է կախարտական, որ հասարակ ջուրը լցնում ես մեջը, մեկից ինքը համ սառում է, համ քրդնում է, հետո ջուրը խմելուց գլգլում է։ Հա, սա մեկ երկրորդ գյումրեցու տունը կա։ Բոլոր գյումրեցիք ունեն, սիմվոլիկ բան է։ Հա, դե գյումրեցիք, ասեմ, ունեն 7, ասենք, հրաշալիքներ։ Դա ուրեմն ֆայտոնն է։ Այո, գալիս է գյումրեցուց մագանունները, սրամդությունը, գալիս է այնտեղ ուրեմն իմ բարբարային տարրերը, որը ստեղծել եմ, հ եւ ու տարրերը, ունագործիչը աշակերտին ասում է. Ուր ես գնում այդ տղա, իսկ գյումրեցին պես չի սեքս, ուր կերտաս այդ տղա, ուր դիսկուկաս, հա, բայց դրա համար այդ բարբարային երկու տարրը, քանի որ մեծն մեծրոպ մաշտոցը չի անդրազացել մի ինավուրց բարբարային տարրերին, դրա համար ստեղծել եմ հ տարրը եւ ու տարրը։ Սրանք են, չեմ ուզում շատ արել, որովհետեւ խաշի մասին եմ ուզում խոսել։ Այո։ Անուհետեւ Դեռ արդեն 1005 թվականին է եղել, երբ հայտնաբերել են այս խաշամանը, եւ ստեղից արդեն ես վերցրել եմ սիմվոլիկ, որ անպայման սա է հիմնական տարիքը, մեր խաշի տարիքը սա է։ Հա, եւ հիմա մենք ինչպես որ գտան նաեւ գինիների այդ արենիում գտան մի ամբողջ արտադրություն, որտեղից հասկացան, որ առաջի գարեջուրը էլի Հայաստանից է։ Այո, գարեջուրը, այո։ Որոնք տարի մինչև Չինաստան են հասցրել, այդ պատմության մի ծանոթ եմ, նրա հետ եմ։ Մետաքսի ճանապարհով տարել են։ Այո։ Համեցեք, այո։ Տարբեր տեղեր միասին բան ենք եղել։ Ուրեմն հիմնականում դա է, որ տոնեցին 3030-ամյակը 3-ի առաջ օրը, Կիրակի օրն էր։ Մեծ ձևով շոկով տոնեցինք, շատ ուրախացան։ Այդքան խաշեպել էիք։ Չէ, խաշ չէ, սա գնաց գրքի շնորհանդեսը։ Գրքի շնորհանդեսը։ Խաշը կլինի, ասենք, նոյեմբերին, բայց այդքան խաշ եփել ենք, ուրեմն շապանում, Անուշը ռեստորանում, 3000, ուրեմն 3001 տարին տոնեցինք եւ պատկերացրեք, ես էլ չիմանալով թե այնտեղ ինչքան տեղ կա, չկա, տոմսը $12 էինք սարքել եւ տոմսը ծախեցինք այդ տերը Սեբոն ասեց Հուրման ջան, ես ինչ ես արել, ինչ է եղել, ասեց 300-ի նսել, 300-ի դուրս ենք այնած, ինչ պետք ասի դռները փակ է, նես մի թող էլ մարդ, նես մի թող, հա, ու այդպես սկսեցինք, այդ օրը տոնեցինք, այդեղ ընդրվեց խաշ ֆեդերացիա եւ այլ, եկանք հասանք այստեղ։ Շատ լավ։ Իսկ ծննդավայրը դա Գյումրին է։ Ոնց այնտեղ հին պատմություններ կա, բան կա, չեմ ուզում երկարացնեմ դրանք, հա, որովհետեւ հետաքրքիր անցնելով գնանք, մշտապես ասում են թե Քասիբե, Սայենը եւ այլն կա, դրանք եղել է։ Աղքատը գցեցին տարավ, աղքատը կերավ եւ այլը դա էլ կա։ Այ խաշի ծննդավայրը ասում եք Գյումրին է։ Դե լենական չեմ ուզում այդ բառը օգտագործել, Գյումրին, այո։ Իրականության մեջ խաշը ինչ է,
Ես ինքս պարզապես հետաքրքրասեր մարդ լինելով ինքս սկսեցի ուսումնասիրել ինչ է խաշը։ Խաշը շատ հագեցված սնունդ է, որովհետև այստեղ մասնակցում են ոսկորների ամբողջ այդ միջուկները եւ այլը եւ այո բժշկության մեջ անգամ ընդունված է կոտրվածքի եւ այլի դեպքում առաջարկում են ասում են խաշ կերծվել։ Ինքը ունի այդ զորեղ հատկանիշը ոսկորները ամրացնելու, կպցնելու հատկանիշը։ Բայց նաև գիտենք բժշկությունից դարձյալ, որ խաշը չի նպաստում խոլեստերինի նորմալ արտադրման, այսինքն այն մարդիկ, ովքեր խոլեստերին ունեն, չեն կարող խաշ ուտել, որտեղ շատ կբարձրանա։ Վտանգավոր է։ Ինչին է օգուտ, ինչին է վնաս։ Ինչին է վնաս, այո։ Չեն կարող նաև շաքարով եւ անդ մարդիկ ուտել, որտեղ շատ կբարձրանա շաքարը, որտեղ ամբողջությամբ սնունդ է, յուղ է։ Հիմա դուք ավելի հանգամանորեն ինչ է խաշը։ Խաշը դա հաբավում է խ խաղաղություն, ա աշխատանք, շ շրջապատ։ Ինչի համար խաղաղություն։ Խ բոլոր ընկերներով հավաքվել մեկը մյուսից նեղեցած են լինում։ Մի բանով իրար չեն խոսում, խաշեն հաշտվում են։ Ինչի համար աշխատանք։ Մարդիկ երբ գործ չեն ունում, գործից զերգված են լինում, հրավիրում են գործարար մարդկանց, բիզնեսմեն մարդկանց, խաշ են դնում, խաշի առիթով իրենց աշխատանքի հարցն են լուծում։ Ինչի համար շրջապատ մարդիկ խաշ են դնում, նոր շրջապատ, նոր ընկերություն ստեղծելու համար։ Այո, դա էլ կա, այո։ Եվ կա խաշի կենացները, երկու տարբերակ կա։ Առաջի կենացը խմենք խաշ պատրաստողի կենացը։ Երկրորդ տարբերակը ասում են խմենք մեր բոլորից կենացը։ Երրորդ կենացը խմենք հաջորդ խաշի կենացը։ Կա եւ Չէ, բայց որ խաշը սկսում են, առաջի կենացն է բարի լույսներս, բարի լույս, բարով տեսան խմենք խաշ պատրաստողի կենացը։ Այո։ Իսկ հաջորդը խերի երկրորդ տարբերակը ասում են խմենք խերի կենացը, որ բոլորից համար խեր բերի։ Այսինքն հաջողություն բերի։ Երկրորդ տարբերակը ասում են շարից փորձանքից հեռու մնանք, բերենք խմենք այդ կենացը։ Հա, սա բոլորն է խմում են։ Երրորդ տարբերակ ասում են բերենք խմենք Աստծո կենացը, որտեղ Աստվածը որոշում մեր անցյալը, ներկան եւ ապագան։ Աստված բոլորի օջախների թող խեր բերի։ Այո, առանց Աստծո կամքի ոչինչ չի լինում աշխարհի վրա։ Շատ լավ։ Սովորաբար բոլորս գիտենք, բոլորս է պատրաստել ենք, խաշը ինչպես են պատրաստում, կոնկրետ ես ինչպես եմ պատրաստում, որևէ բան, ոչ զինգեր, ոչ բան, որևէ բան չեմ խառնում։ Միայն ինքը խաշի տոտիկներն են։ Եվ փորել չեմ սիրում, որտեղ ուրիշ համ է տալիս փորը, դա է ստամոքսը, դա էլ չեմ օգտագործում, միայն այդ ձևով եւ շատ սպիտակ կատնագույն գեղեցիկ խաշ է լինում, բայց տարբեր մոտեցումներ կան, որն է ճշմարիտ մոտեցումը։ Ճշմարիտ մոտեցումը նա խաշը պետք է տեսնի կներեք, որ հարցը տամ չկարողանաք պատասխանել, կներեք իհարկե։ Այո, համեցեք իհարկե։ Գնում ես խանութ, ուզում ես տոդող վերցնես, չէ՞։ Ասում են առաջի տոդողներն են վերցնում, հիմնականում Էդևինը չեն վերցնում։ Էդևինը չի չեն վերցնում։ Կարող եք ասել։ Որ թրիքը շատ է գնում ոտքերի վրա։ Համ թրիքը, համ չիշիգ է անում։ Մեզ, դե չուզեցի շերը։ Դե հոդը համը հեչ եղել է տեղ մնաց խաշուտելու մունդար հոդ է։ Ուրեմն Էդևի ոտքը ներծծված է ոտերի։ Իսկ ոնց պետք է որոշես որն է պերեդնի, որն է զադնի, դեմի եւ Էդևի ոտքը։ Դա ոնց է որոշում։ Ասեմ չես։ Ուրեմն տոդոխը իզուր չբերեցի։ Տոդոխը Էդևը երկու հատ փոքր պջերներ ունի։ Այդ պջերները դեմինը ուրեմն դեպի վերև է տնկված։ Հետևինը ներքև։ Բայց ասեմ, քանի որ ես բանալեց ես ստեղծեցի ես խաշի ֆեդերացիան, ես գրեցի միած կոմբինատին, որ Կալիֆոռնիայում Գլենդել քաղաք հանգարց բան չտակ, հետևի ոտքերը չտակ։ Իրանք ամբողջ Կալիֆոռնիա զրգեցին։ Հիմա ուր ուզում ես գնա, պերեդի ոտքերը, առաջի հետևի ոտքեր չէ, Մեքսիկա բան եղել։ Դրա համար հոտ չկա։ Այո, դրա համար հոտ չկա ու մաքուր է։ Հա, հետո այնպես պետք է կտրես, որ անպայման բջեղները տնես։ Երկրորդը զինգը պետք է։ Իսկ փորը եւ ջիլը մի հրաշալի բան է, ասել, ջիլը շատ թանկ է, 70 մի փաունդը, 70-80 դոլար է խանութը որ գնաս, այդ ջիլը մաքրես պետք է վրայի յուղերը, հետո նոր տնես։ Եվ խաշը նաև արարողություն է, ասացինք, դա լուրջ արարողություն է, և բնականաբար ունի իր մնացած մանրամասները, ինչ պետք է դնել խաշի հետ, որ օգնի մարսողությանը,
հեշտացնի մարսողությունը, միաժամանակ ախորժակը բացի եւ միաժամանակ գեղեցիկ լինի սեղանի վրա։ Խնդրեմ։ Ասեմ, առաջներում դե խաշը որ մարդիկ կերել են, դե չունևոր են եղել, բոլորը չունևոր են եղել, ոնց որ այսօր Պակիստանում, Հնդկաստանում, તો Ադրբեջանում, այդ Թուրքիայում նրանք խաշը ուդելու ոչ ձևը գինը, ոչ մեթոդը գիտեն, որ լցնում են խաշեն, ջուրը կա, ջերի մեջ լավաշն են լցնում, դե որ չունե որ մարդիկ են ինչ պետք է անեն, ուրիշ ինչ կարան հետ օգտագործեն։ Հացը հացով են ուտում։ Առաջներում մենք էլ ենք դեն ցեղել, բայց հետո որ միտեղ գնում ես խաշ ուտելու, մեկ տեսում մեկ քեզ գդալով, արագ գդալով ես ուտում, ուրեմն դու չտես խաշը ոնց են։ Ուրեմն չի կարելի, հասկանում ես։ Սա արդեն այնպես է որ մարդը հետո չի կարող այդ լավաշով չուզում այդքան լավաշը կողքի փողը։ Օրինակ մեր ընկերներից մեկը ասպետը աշխարհի չեմպիոն բրսկամարտիկ ես վերջի անգամ որ 29-ամյակն էինք տոնում, սա 10 տարելկա խաշ կերավ։ Դա ինչ անխղճ բան է։ 10 տարելկա 20 հատ բերադի լավաշ կերավ, 20 հատ թե 30 չաշվեցին կեր, գիտենք որ լավաշը բրզավ։ Հա, լրիվ 2 լիտր էլ արախ խմեց, եկավ նստավ աթորին, աթորը թոտալ եղավ։ Շարքից ելավ, էլ սարքել հնարավոր չէ։ Հա։ Սեղանին դնում են բողոք, կանաչ։ Առաջերտին, բայց բողոքը ոչ։ Որ մարսողությանը նպաստի։ Չէ, գազերը դուս կա։ Չեմ ուզում ուրիշ սևի ասեմ, գազերը դուս կա։ Ու պարդադիր է, ջերմուկ, այո, շատ հասարակ պետք է լինի։ Սեղանը, այնտեղ թթվի տեսակներ պետք է լինի, պաների տեսակներ, ոչ թե պաստուր մասուջող, միտեղ կենացի Պարոն Ղուրբան այդ ցգից տեսեք էլ մեր Հայաստանի ցուգն է, չափազանցության են գնում իհարկե։ Խաշը պետք է լինի միայն խաշի տեսակներով, որը հատուկ է խաշուտողներին եւ խաշի համար։ Էլ են քարոխով սալատից փորձել։ Դա արդեն չեղավ, այո։ Դա եղավ նոր տարվա սեղան։ Այո, Ուրբան նաև հետաքրքիր մի բանի մասին եմ ուզում խոսել, տեսեք, ասում ենք, որ խաշը զուտ հայկական է եւ 3030 տարեկան է։ Այո։ Ռուսները խոզի տոտիկներն են անում եւ անունը դնում են խալադեց։ Խալադեց, այո, այդպես է կա։ Այո, այդպես էլ կա։ Չնայած այդ նույն բանը կարելի է մենք խալադեց սարքենք, երբ մնում է, մի քիչ տավայի միս է սպանանում, հետում է դնում։ Մի քիչ գազար, որ սիրուն լինի եւ սև պղպեղ եւ գդառնա խալադեց։ Բայց տեսեք ռուսական մշակույթն էլ ունի դա, որ խոզի տոտիկներն են անում։ Մենք անասունի տավարին անք խոզի տոտիկներն են։ Այո, շատ համեղ է, շատ խալադեց, շատ հրաշալի, գազարով, բանով, շատ գեղեցիկ սարքում են, այո։ Համեղ բան է, այո։ Եվ մի բանի մասին էլ խոսենք, երբ են ուտում խաշը, սովորաբար ընդունված է առավոտյան։ Մինչև լույսը բացվել է։ Մինչև ինչի համար է լույսը բացվել է, գալիս է արդեն հին պատմություն է։ Այ դա պատմեք։ Այդ հին պատմություն է, քանի որ առաջներում եւ եղել են չունևոր մարդ եւ ունևոր մարդ, ոչ թե բան հարուստ եւ քասիբ։ Չունևոր մարդիկ են եղել, հետո որ ոտքերը խցել են, սրանք մազոտ վերցրել են, ոնց անեն վրայի մազը մաքրեն, տեսնեն տակի ինչ կա, միսկա թե չկա։ Վերջը որոշում են վառում են։ Կրակի վրա լերի մազերը վառում են, հետո սկսում են քերել, հետո սկսում են էպել եւ այլն։ Դնում բան են անում, խաշում են, տեսնում են ջուրը, այն ուտելու բան չէ, այն էլ ուտելու բան չէ, էլի։ Հա, մի քիչ վերցնում են ջերի հետ աղ են գցում։ Այդ տեսնում են համ եկավ, ինչ որ բան տեսք եկավ, հա, ասում են, էսել են չի, բռնում սխտորն են լցնում, սխտորը մի հոդ է ընկնում, գնա գալիս է։ Ու ասում շուտ ուտենք, այս հարուստները, այս բաները չտեսնեն, ելնի որ մարդիկ չտեսնեն, թե մենք ինչ ենք ուտում, բայց գնում գալիս են գործի գնալուց Տեսնում եմ, ոմեր, ես չունի որ ես ինչ են ուտում, ես համեղ հոդ է գալիս։ Իրենք էլ ուրախ շատ։ Այո, ուրախ, հա։ Գալիսն ես եմ անում, թե ոնց է, վերջը բացադրում են, անում է վերջը տրում է խաշ ու համով ճաշ։ Այո։ Հետաքրքիրը նաև գիտեք ինչ է, որ այս խաշի մշակույթը բոլոր ժողովուրդները ներմուծեցին։ Այո։ Իգուցե դա եւ համի համար է, որ շատ համով է, օգտակարության իմաստով որ շատ օգտակար է, բայց հետաքրքիր է, թե ինչու համար խաշը ասում են, որ ամեն մարդ չի կարող ուտել, դե ասեցի հիվանդությունների համար։ Ուրիշ ինչի համար չի կարելի խաշը շատ ուտել։ Այսինքն կարելի է ձմռանը 1-2 անգամ ասում մարսողության աղիքներն է, սիրտն է, չի կարի չարաշայել, ամիսը կունե մեկ անգամ, երկու անգամ, այո, հիմա այդ հարցն է ուզում տալ, բայց ամբողջ ձմեռ
Հայաստանի խաշարանները մատուցում են խաշ։ Եվ մարդիկ ամեն առավոտ գնում նստում խաշ են ուտում։ Սխալ է, շատ պետք է Իրավունք չունեն, Այո, չէ՞։ ինք Իրանի վնասում, այդքան աղն ու սխտորը լցնում են, սխտորը վնաս չէ, բայց աղն է վնաս։ Ահա։ Սա է։ Եվ նաև ժողովրդի մեջ կա հետևյալ արտահայտությունը խաշի շորեր հագնել։ Այո, այս ես հակել եմ։ Այս սա պետք է լինի։ Մարդիկ կաստում գալստուկով գալիս նստում են, կաստում գալստուկով նստում են, խաշ ուտեն։ Լասում եմ այդ կաստում գալստուկը թանե։ Եվ ոդ ձերների դեղունները կդրած է, դեղուններ, ոդի դեղունները կդրած է։ Ինչ կապուն, չգիտեմ կնա ոդի դեղունները կդրար էլի, ցաշկով եմ անում, ես արդեն հաստատում եմ, լուրջ ես ասում, գնում ոդ դեղունները կդրած գալիս։ Այդ ծիծաղի համար եմ ասում, էլի ժողովուրդը բանը։ Եվ բնականաբար խաշը լինելով ծանր կերակուր, նաև ցուրտ է ուզում։ Տաք եղանակին խաշը ծանր կնստի ստամոքսին։ Ապրիլ ամիսն է խաշինը, մինչև ապրիլ։ Չէ, մինչև ապրիլ։ Այո, որի մեջ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար, մարտ, հիմա կակրած արդեն մարտ ապրիլ ամիսն է, հա։ Վերջը փակում է։ Հիմա մենք այս ապրիլի Այսինքն ամիսները, որտեղ ռեջ չկա, վերջացավ խաշը։ Մենք հիմա ամսու գնում ենք ուրեմն բանում Չուբաշ։ Չումաշ գնում ենք այնտեղ տղաներով արդեն պայմանավորված ենք, գնում ենք այնտեղ փագենք խաշը ու մյուս տարի բացումն անենք ժիրայր կա, ժիրարենց ֆազենդայում շատ մեծ ձևով տոնակատարություն անելու։ Յանալի։ Եվ այսպեսի մի հարց ես ներկայացրեցի ձեզ 37 գրքերի հեղինակ։ Կարող եք մեր հեռուստադիտողներին ասել, պաստորեն դուք եւ հումորի մարդ եք եւ կենցաղի եւ խոհանոցի եւ հավասիկ բարձվում են նաեւ լուրջ գրքերի հեղինակ եք։ Խնդրեմ, ասեք ինչ գրքեր են դրա։ Ուրեմն ծագումով գյումրեցի ենք, չէ՞ երաշարժից հետո այդ միտքը կապեց արդեն բան եղավ ինձ որ ինքսի մարդիկ մահացան գնացին, ես սկսեցի մանգալ բոլոր մարդկանց, ճանաչված մարդիկ, դե մենք ակադեմիկոսները, մեր հայ ակադեմիկոսները մոտ ունենք այս ժամանակ 48 ակադեմիկոս են ժամանակ, որից 25-ը գյումրեցի էին։ Այո։ Պատկերացնում եք։ Ու սկսեցի այդպես դերասաններին ընտրել Զարուհի Տոլուխանյանը, գրված էր գրքի մեջ, որ Զարուհի Տոլուխանյանը ծնվել է Մոսկվայում։ Հա, հետո մի հատ ուրեմն Չէ, բայց ապրել է Մոսկվայում, եկել է Մոսկվայում։ Բայց Պարսկայի մի հատ կին կար, ազգանունը ոնց էր, ասեմ, ոչմ գիրք էր գրել կանանց մասին, հա, ասի այդ որտեղից դիգին ալիս, ասի որտեղից եք վերցրել այդ բաները, որ Զարուհի Տոլուխանյանը Ղուրբան ջան, էնցիկլոպեդիայից, վերցրի էնցիկլոպեդիան, այո, հանրագիտարանը, նայեցի իրոք գրված է Մոսկվա, գնացել եմ Գյումրի, գտել եմ այն տունը, գտել եմ այն ծննդականը, որտեղ բաներ Զարուհի Տոլուխանյանի այդ ամեն ինչ նոր ցեզի չէ եկուց Ավետիք Իսահակյանը քսեն էշ միածին է ծրվե կամ օկտեմբերյան դրա համար բոլոր այն մեծ մարդկանց ու ինչքան մարդկանց անուններ եմ գրել նամանավանդ մագ անունները Գյումրեցոնց հազարավոր մագ անուն եմ գրել այդ բանը լուսավ բաներով Գյումրիում էլ թերթ ու գիրք չմնաց դեռ սա վաճառավ գնաց Զարուհի Տոլուխանյանը որ Մոսկվայում ստեղծագործեց այնտեղ երկիվ Զարա Տոլուխանյանն էին ասում ոչ թե Զարուհի անունը փոխել էր ինքը լավ իսկ մյուս գրքերը ինչ գրքեր երկրորդ մաս եմ գրել երրորդ մաս եմ գրել եմ Ֆրուզիկ Մկրտչյանի կյանքն ու կենսագրությունը ցեղասպանության մասին եմ գրել եմ գիրք որը օգտակար է մարդուն գիտես կյանքի ավելացում կյանքը լավացնելու համար եւ տես բոլորը այդքան մի կյանքի պատմություն եւ այլն հա Եվ ընդհանուր թիվ դարձել է 18 տգիր Ինչքան երկար շատ եք աշխատում հա դուք Ղուրբան Երևի Երբ եք եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ուրեմն 80 Գյումրեցիները իրավունք չունեն Գյումրին մեր Հայաստանի աղն է, համն է, հոտն է Այդ մասին էլ եմ գրել Մարտիկան, որոնք եկան, ասի շատ սխալ եղավ, որ Յուրիկը եկավ, շատ սխալ եղավ, Ֆլորան եկավ, շատ սխալ եղավ, որ Մգլն եկավ, այն մարտիկ, որոնք աղն էին իսկականից Գյումրու էլի, բայց հետո տեսա չէ, Մգլինը այս մարտը մինչև օրս էլ կենդանի է Եվ իր այն ռաբիզի տղեկին միշտ $50-50 փող որտեղից է ճարում ղրգում է 10 հոգուն միշտ ամեն ամիս փող է ղրգում արա ես կուցալու օգտակար է մարտիկան օգուտ տվեցին մարտիկան ես շատ է մեկան մեռան գնացին բա Ինչ է ձեր կարծիքը որ այսպես մենք լքում ենք բոլորս արդյոք մենք հանցագործ չենք մեր երկրի պատմության առաջ Իհարկե ցավ համաձայն եմ քեզ
Համաձայն եմ։ Բայց ինչպես պիտի շտկենք դա Ղուրբան։ Ինչ ասեմ, շատ դժվար է։ Որտեվ գալիս են արդեն հիմնավորվում են երեխաները դպրոց եւ այլն, ուսում, այլևս մնում են եւ չեն գնում։ Այդպես էլ եղնում է, էլի։ Ես 87 թվականից Ֆրունզիկ Մկրտչյանի հետ եկա, այսինքն բերեցի, ես բերեցի։ Ֆրունզիկ Մկրտչյանի 3 անգամ միասին եք եկել։ 3 Բայց անգամ Ֆրունզիկը Հայաստանում մահացավ։ Հա, չէ, այն ժամանակի 87 թվականից մենք եկել ենք Ամերիկա գնացել ենք։ Հետո Ֆրունզիկ Դովլաթյանի բերեցի 3 անգամ ֆիլմերը բերինք ստեղ ցույց տվին, Կարոդին եւ այլն այդ ֆիլմերը բերեցինք։ Հետո բերեցի Կարփ Խաշվանյանին, Կաշվանյանի բերեցի Բեմի ծնգավ ներքև։ Մի տարի մահացավ։ Բերել եմ Ջիգար Խանյանին, բերել եմ Ներսես Հովանիսյանին, բերել եմ Ալբերտ Մգրչյանին, աղբորը 2 անգամ։ Բերել եմ Սարդարաբադ անսամբլը, բերել եմ Հրաշք տտացնում եք ճանապարհում եք։ Այո, ու Հրաշք խումբը։ Ոշմ այն աշխարհը Ռաֆայել Պետրոսյան եւ այլ շատ-շատերին եմ բերել այստեղ։ Հա։ Շատ լավ ուրբանիստ դուք չեք մտածում մեր կերակրատեսակների քանակը ավելացնել եւ պատմություն ստեղծել հայկական։ Ինչու եք միայն խաշի վրա կանգնել։ Չէ, մենակ խաշի չէ, ախր Գյումրին այդ իր 7 հրաշալիք մեջ մտնում է նաև կովի գլուխը։ Քալեն։ Հիմա ես բերեցի ձեզ այդ հարցին, պիտի տայի որ ինչու ստեղ օրինակ այդ մշակույթը, որտեվ շատ համով է քալան եւ Գյումրի քալան, դա երևույթ է, լրիվ երևույթ։ Սարքելու ձևը կա։ Հետո այն ժամանակ քալենել էին թափում, կոճնել էին թափում, բայց երկուսն է շատ համով բան է։ Այո, չորելի վերեն մասկա, եկա պատմություն, հետո մի տարել է ամենատելեգրաֆը։ Հիմա արդեն պոչի հավաքներ են լինում, հատուկ գնում են պոչ ուտելու համար, հատուկ Երևանից գնում են քյալա ուտելու։ Այստեղ ինչու դա չարեցիք դուք։ Դե այդ կամպանը հնարավոր չէ։ Շատ է հադարում։ Իհարկե, տեգինալն է։ Շնորհակալ եմ։ Ես մեդալ ստացել եմ, այո, սրանց մասին էլ խոսեք։ Այո։ Ունեք երկու շատ լավ համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ղուրբանը ձեզի Ղուրբան։ Այո, այդ իմ սիմվոլիկ խոսքն է։ Վաստակավոր թամադա։ Այո։ Հետո այնուհետև տվեցին այս մեդալը ոսկուց Գիագյորը Գյումրիից են ուղարկել։ Սա նոր եք ստացել։ Հա, նոր եմ ստացել։ Այո, այստեղ գրված է։ Խաշի գրքի բացմանը։ Այստեղ գրված է ով է ուղարկել, այստեղ Գյումրիից, այո։ Մեր այս գեղեցիկ եւ իր տեսակի մեջուրահատուկ միջոցառումը ողջունում է նաեւ Գյումրի քաղաքի քաղաքապետարանի մշակույթի բաժինը, Մհեր Մկրտչյանի անվան տուն թանգարանը, Միասնություն հանուն հայության նախագահ Արթուր Սուսաննա Իսահակյանը, Լոս Անջելեսի մեկ ազգ կառուցենք միասին միության նախագահը, Արթուր Նուրիջանյանը եւ սիրով եւ երախտագիտությամբ։ Նկարահանվել է դա ամեն ինչը, հետո ֆիլմ կպատրաստենք երևի հեռուստատեսությամբ ցույց կտանք։ Շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։ Արժանի պարգևներ են, արժանի մեդալներ, մրցանակներ։ Իհարկե, տեսեք, դուք այն հայերի թվին, ես ինչու եմ միշտ իմ հաղորդումների մեջ դա ասել եմ, հատուկ սեր ունեմ գյումրեցիների հանդեպ, այս շեն ժողովրդի հանդեպ, որովհետև իրենք մշակույթը լայնորեն պահպանող եւ տարածող ժողովուրդ են եւ նաեւ մշակույթի մարդիկ են եւ իրենք են որ այս պատմությունները պահպանում են տեսեք դուք մի ամբողջ ճաշատեսակի եւ նրա մշակույթի պահպանողը եղաք թե գրքով թե ձեր կյանքի ապրած տարիներով եւ թե այստեղ հաստատված ձեր միջոցառումներով այդպես է գյումրեցին անգամ եթե նա շրջում է աշխարհով մեկ տարբեր տեղեր է ապրում արմատը չի մոռանում մշակույթը չի մոռանում սովորույթը չի մոռանում եւ անպայման ուզում է ծառայել իր ազգին բայց Երանի Ղուրբան, Երանի որ բոլորս այդ նույն բանը անենք մեր հայրենիքում, ոչ թե մեր հայրենիքի սահմաններից դուրս եւ այստեղից էլ խոսենք խորհուրդ տանք, գիտեք ամեն անգամ երբ ես քննադատում եմ, իհարկե դա առողջ բարի քննադատություն է, միաժամանակ ինձ վատ եմ զգում, եկել էստեղ նստել եմ, ինչ ես խրատ տալիս ուրիշին, գնա ինքդ էլ մասնակից դարձիր քո երկրի կառուցմանը, ճիշտ է մենք այստեղ էլ նպաստում ենք մեր մշակույթի զարգացմանը, մեր մշակույթի համաշխարհային դուրս բերմանը, բայց միևնույն է, այնպես որ մաղթենք մեր բոլոր այն մարդկանց, որոնք հայրենիքից դուրս են,
վերադառնան հայրենիք Իհարկե։ եւ մասնակցեն հայրենիքի Այստեղ կառուցման ես գեղեցիկ գործին։ գտնում եմ, որ քաղաքապետարանը հետ որ իր լուման չի տնում այդ գործում, ասենք հուպատոսությունը, մենակ պասպորտ պեչատելու վրա է, սարքել են մի հատ դեր շատ գիտեմ, այնտեղ գնալ մտնել անհնարին է, բայց այնտեղ ինչ ցուցահանդեսներ եմ արել, ինչ գրքի շնորհանդեսներ եմ, ազատություն էր, բայց ես վերջի 10 տարին չես կարող բանտ կարաս մտնես, բայց այդտեղ անհնար է մտնել։ Հա ինչու այդպես եղավ չեմ հասկանում։ Այո, լերի։ Այսինքն մեկուսացրեցին ժողովրդից, դարձավ ինչ որ նոմենկլատուրային միտեղ։ Այո, այն հիմնադրամն որ կար, այն ինչ ուրախություն էր։ Բոլորս գնում էինք, փողը վճարում էինք, գնում էինք Դավուզուռնով, ես միշտ գնացել եմ հիմնադրամ, փող եմ տվել։ Դավուզուռնով։ Եվ գիտեինք, որ դա գնում է հայրենիքի բարօրության, Արցախի Ես կուզենամ այդ սպյուրքի այդ բանը հետ կա նորից այդ ծևի շարունակեն սպյուրքը։ Ոչ միայն, այլև թող սպյուրք չլինի, թող լինի Հայաստան։ Այո։ Երազենք դա։ Որ սպյուրքը էլի կոնե օգնի, հնարավորությունն է էլի։ Այո, միևնույն է, տարբերակ է։ բայց մենք տեսեք աշխարհին ինչու համար է ձեռնատու հայը։ Աշխարհին ձեռնատու չի մեր պետականությունը, մեր հզորությունը։ Աշխարհին ձեռը տալի, որ խելոք հանճարեղ հայը շրջի ամբողջ աշխարհում մշակույթ, գիտություն, արվեստ ամեն ինչ տարածի, սովորեցնի ուրիշներին։ Այսինքն մեզ գնչու են դարձնում ակամա, կտրելով մեր պետականությունից, մեր հիմքից, բայց պետք է ամեն հայ իմանա, եթե մենք մեր պետականությունը կորցնենք մեր հայրենիքը, սփյուռքն էլ կմահանա։ Իհարկե։ Սփյուռքն էլ դադարի գոյություն ունենալու։ Համարը հասել են կետկետին։ Արդեն հասել են կետկետին, այսօրվա տվյալները հենց դա էլ ասում են ուծացում, անտարբերություն եւ բացարձակ հիշողության կորուստ։ Շնորհակալ եմ Ղուրբան։ Ես էլ եմ շատ շնորհակալ, զգացված եմ, ասի սկզբից ասեմ, բայց էլ նորից եմ ասում, շնորհակալություն հրավերքի համար, ինձ թվում է որ նորից կհանդիպենք երևի։ Անպայման։ Հիմա խոսենք նաև մյուս գրքերի։ Սակրամենտոյում շատ մեծ ցուցահանդես եմ պատրաստվում, Սակրամենտոյում նորից ներկայացնենք ապրիլի 24-ին ցուցահանդեսի ձևով ներկայացնենք։ Նախապես հաղորդումը կանենք եւ կներկայացնենք։ Այո։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շատ Եվ ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մինչև նոր հանդիպում եթերում ցտեսություն, սիրեք խաշը, պահպանեք խաշի կանոնները, պահպանեք խաշի մշակույթը, որտեղ դա շատ հին եւ շատ հայկական է։ Մինչև նոր հանդիպում։